Ձերդ գերազանցություն տիկին նախագահ, ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր վերջին հանդիպումն ուղիղ 2 ամիս առաջ էր Եվրոպական քաղաքական համայնքի Երևանում կայացած 8-րդ գագաթաժողովի եւ Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ, այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման եւ արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար, արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահ այդ մասին հայտնեց, համոզված եմ նաև իր խոսքում այդ մասին կխոսի, այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության տեխնատուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը։ Լիահույս եմ, որ ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը, հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։ Հարգելի գործընկերներ, վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում կապակցվածության ոլորտում։ Դրա վառ ապացույցը Հայաստան-Եվրոպական միության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության եւ նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի հարտակի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաեւ համապատասխանաբար վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային 3 անցակետի եւ հյուսիսային 2 ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության եւ հաստատման նամակի ստորագրումն է։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռնի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման եւ հատկացման հարցը։
Խաղաղության խաչմերուկ հայեցակարգի կյանքի կոչման տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջապակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ առավել սերտ համագործակցել նաև թվային, մասնավորապես արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում, միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի Եվրոպական միության մասնավոր ներդրումների աճին։ Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ եւ թվային մալուխի ծրագրերին։ Մեծարգո տիկին նախագահ, սիրելի Ուրսուլա, թույլ տվեք եւս մեկ անգամ ձեզ հայտնել երախտագիտությունս սերտ գործընկերության եւ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների եւ տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ի բարօրություն մեր ժողովուրդների եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման։ Շնորհակալ եմ։ Thank you very much, Prime Minister. Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան։ Նախ եւ առաջ ես կուզեի շնորհավորել ձեզ ընտրական հաղթանակի կապակցությամբ այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին ամրությունը Հայաստանի ժողովրդավարության Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 18 թվականին, կենդանի է եւ բարգավաճում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության բարեփոխումների խաղաղության ուղով եւ ավելի սերտ համագործակցության Եվրոպայի հետ գործընկերության։ Ես այստեղ ասել եմ, որ դուք կարող եք մեզ, ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս ռեգիոնը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է նաև շարունակական նորմալիզացիային հարաբերություններին Թուրքիայի հետ։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ ես գիտեմ, որ դրա պատողները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, եւ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականն իրականություն դարձնել։ Ահա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթ փոխկապակցության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհանուր մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների եւ թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող եւ նախապատրաստվող ծրագրերին ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք խաղաղությանը նպաստող։ Միաժամանակ մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղության նպաստող ծրագիր, որը նպատակ է հետապնդում օգտագործել են համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսության փոքր եւ միկրո ձեռնարկություններին, օրինակ նոր ֆերմերական խոհագործական տեխնիկաներ որդեգրելու, ջրի ռեսուրսների կառավարման, նոր տեխնիկաներ ձեռք բերելու։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում եւ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար։ Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի
եւ հաջորդ սերնդի սրտերում եւ մտքում։ Դառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից։ Համարյա տնտեսական բռնության սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական միությունը առաջ է գալիս, քայլ է անում եւ ես այստեղ մի երկու բան ունեմ հայտարարելու։ Նախ եւ առաջ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Երկրորդը, մենք եւս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցների, սա նշանակում է ATM անգլերեն։ Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական միություն։ Սրանով սա նշանակում է, որ 80%-ը ձեր առևտրի մեզ հետ այժմ փսակագների ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապօրինում են ռուսական շուկայի վրա, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների։ Ընդգրկմամբ այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99%-ի Հայաստանի թարմ գյուղամթերքի, բանջարեղենի, մրգի եւ բուսական ծագման արտադրանքների, որոնք միջի այդ Ռուսաստան էին արտահանվում, դուրը բացելու ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար Եվրոպական միության միասնական շուկան։ Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի եւ ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկան, եւ սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդհանրապես սկիզբն է։ Այս նոր միջոցների միջոցով դուք մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու եւ արագ բազմազանեցվելու։ Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան, աշխատելու ուղղակի ձեր արտադրողների հետ եւ ձեր ձեռնարկությունների եւ արտահանողների հետ, օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որը արտոնյալ գործընկերություն Եվրամիության հետ կարող է առաջարկել։ Պարոն վարչապետ Սիրել Նիկոլ, հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը, ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումները եւ խաղաղությունը, նախընտրելով բաց, ներառողական, ողջունող հասարակություն եւ գործընկերություն Եվրոպական միության հետ։ Մենք միասին այժմ այդ նկարտումները պետք է վերափոխենք իրական արդյունքների, դուք կարող եք մեզ ապավինել դրանով, շնորհակալություն։ Thank you for such important statements. Կարևոր համար եւ այժմ մենք կանցնենք մամուլասոլիսին եւ ընդունենք հարցեր մեր գործընկերներից։ Ներկաներ, ձեր ընկերազանցություններ, շնորհակալություն հայտարարությունների համար։ Այժմ մենք անցնենք մամուլասոլիսին եւ մի քանի հարցեր մեր գործընկերների կողմից։ Եվ առաջին հարցը Factor TV-ից. And the first question from Factor TV. Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV, հարց ունեմ հանձնաժողովի նախագահ Տիկին ֆոն դեր Լայենին։ Տիկին նախագահ, Հայաստանը էներգետիկ դիվերսիֆիկացիան դարձրել է ռազմավարական առաջնահերթություն, սակայն շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից եւ էներգետիկ ենթակառուցվածքներից։ Նախընտրական շրջանում մենք Մոսկվայից տարբեր պաշտոնյաների մակարդակով լսում էինք ակնարկներ, որ Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գազ է ստանում եւ դա կարող է
թանկանալ Հայաստան-Եվրամիություն մերձեցման շրջանակներում, եթե Ռուսաստանը որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ապա ինչ կոնկրետ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպական միությունը, արդյոք Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցել այլընտրանքային մատակարարներից գազ ձեռք բերելու կամ գնի հնարավոր սուբսիդավորման ուղղությամբ, եթե կան ծրագրեր, խնդրում եմ մանրամասնել, եւ մեկ հարցել Հայաստանի վարչապետին, պարոն վարչապետ, երեք խոսել եք Ռուսաստանի վարչապետի հետ, նախ խնդրեմ ասել նախաձեռնությունը խոսակցության հեռախոսազրույց ունենալու ձեժն էր, թե ռուսական կողմինը ինչ բնույթի հարցեր եք քննարկել, արդյոք սահմանափակումներին Հայաստանից արտահանվող ապրանքների անդրադարձ եղել է թե ոչ, եւ արդյոք չեք բացառում, որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում որոշեց դադարեցնել Եվրամիության հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով։ So indeed, on the topic of Իսկապես, energy, ինչ վերաբերում է էներգակիրներին, strategic, ձեզ comprehensive, անհրաժեշտ է ռազմավարական, բազմաշերտ եւ համապարփակ մոտեցում։ Եվ ճիշտ ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, որ ավելացնում է դիմակայությունը եւ ուժեղացնում է Հայաստանին, մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաեւ բազմազանեցնել իր էներգամատակարարումները։ Ահա թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ Եվրոպական միությունից կժամանեն Հայաստան։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով, մեծ փորձ ենք կուտակել։ Մենք ինքներս Եվրոպական միությունում բախվել ենք դրա տարերին այդ իրավիճակի։ Մենք հարուստ փորձ ենք կուտակել առայն թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը, որոշ երկրներ։ Միաժամանակ մենք ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ նոր էլեկտրական հոսանքի փոխկապակցության նոր երթուղիներ բացելով եւ ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերը 25 միլիոն եվրո է ներառում Կովկասյան փոխանցման եւ մենք նաեւ Հայաստանի սատարում ենք նշանակալի ներքին ռեսուրսների հաշվին վերականգնվող էներգետիկայի արտադրությունը դուք Հայաստանում ինքներդ ձեր հաշվին եք արտադրում, սա ձեզ ավելացնում է անկախություն եւ տալիս է էներգետիկ անվտանգություն եւ դիմակայունություն։ Այս տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին մենք ինքներս քաջ ծանոթ ենք։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ անդրադառնամ այն թեմային, թե բացառում եմ արդյոք այն իրավիճակը 2013 թվականի, երբ Հայաստանը մի գիշերում, թե երկու գիշերում հրաժարվեց Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից եւ որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միության կամ մաքսային միության ուղղությամբ գնալ, հարցին պատասխանեմ կարճ եւ կոնկրետ, այո, բացառում եմ, դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը եւ սա կարծում եմ տրամաբանական է ցանկացած երկրի համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, իմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացվել է, թե ինչ հարցեր են քննարկել, պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն and next question from Armenian Public Television.
Շնորհակալություն, Մարի Խաչատրյան, պարոն վարչապետ, հաշվի առնելով Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը, ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթուղթը, ինչպես եք տեսնում Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումը եւ արդյոք այն չի վնասում Հայաստանի բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությանը։ Եվրոպական միությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ 1 գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում եւ միջայլոց նաեւ 18 թվականի հեղափոխությունից առաջ այլ խնդիր թե ինչ էֆեկտիվությամբ եւ ինչ անկեղծությամբ է այդ օրակարգը իրականացվել եւ հիմա ընտրություններից հետո նաեւ շատ կարեւոր առիթ եմ համարում որ մենք ինչպես ասել եմ արդեն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մենք ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդող շրջանում այո մենք հետևական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ որ մեծ խնդիրներով, COVID, պատերազմ, յետպատերազմական իրավիճակ, այսինքն մենք գործնականում լիարժեք կենտրոնանալ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա իրականում չենք ունեցել եւ ընտրությունները եւ այս նոր շրջանը եւ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններից նոր մակարդակը եւ նոր ծավալը մեզ համար ստեղծում է պատմական շանս եւ մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք խնդիր առաջին որը մենք պետքա լուծենք լիարժեք անկեղծ ամբողջական լինել համապատասխան Եվրոպական միության ստանդարտներին Եվ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետքա լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որը արդեն քաղաքական հարց է։ Բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք եւ անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաև դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ որ պատճառով, ասենք Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից շատ մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին եւ դա ում համար է արվում, սա շատ կարեւոր է, սա Եվրոպական միության համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության համար եւ սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք, իհարկե նոր հնարավորությունները, որ բացվում են կապված տարածաշրջանային կապուղիների բացման հետ ի վերջո Ես նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ բազմիցս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի եւ սա պատմական իրադարձություն է եւ մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը, որ մեր այս ջանքերում հետեւողական եւ ամբողջական աջակցում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ իհարկե մենք դա շատ բարձր ենք գնահատում եւ նույնիսկ հիմա որ հետադարձ նայում ենք աներևակայելի է թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության հարաբերությունները եւ որևէ նշան չկա որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են եւ ես դրա համար շատ ուրախ եմ And now the last question from Shant TV. Եվ վերջին հարցը Shant TV-ից։ Հարցը ուղղում եմ Եվրահանձնաժողովի նախագահին Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայեն Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացը անցել է արդեն տեխնիկական փուլ։ Ինչպես է գնահատում մինչ այժմ գրանցված առաջընթացը եւ ինչ քայլեր են անհրաժեշտ որպեսզի գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի եւ սկսի գործել առանց վիզայի ռեժիմ։ Եվ խնդրեմ, եթե հնարավոր է նշեք իրատեսական ժամկետներ։ Շնորհակալություն։ Thank you very much. First of all, I want to Շնորհակալություն, say նախոզում եմ ասեմ, որ Հայաստանը that միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս ակտիվ վիզայի ազատականացման երկխոսության մեջ է Եվրոպական միության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության
մակարդակը մենք ապրիլին հրապարակեցինք առաջընթացի գործողությունների ծրագրի հաշվետվություն։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար, շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը եւ գիտենք, թե հայրենիքի համար որքան կարեւոր է դա։ Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը առաքելություն կգա առաջընթացի եւ process-ը գնահատելու համար, մնացած հենանիշների ուղղությամբ թարգմանելով պարզ լեզվի, սա process-ը, որը առաջնորդվում է որոշ տարերի նվաճմամբ, դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղության վրա, ես դա գիտեմ, եւ բոլոր անհրաժեշտ տարերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկը վիզաներից ազատ ռեժիմի անցման։ Սա պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուն եւ եթե դա ավարտվի դուք կկտրեք ֆինիշի գիծը։ Նախընտրական շրջանում ես հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք 2 տարվա ընթացքում, այսինքն 2026-ը արդեն կեսն անցել ենք, 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն, իհարկե ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված եւ հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվրոպական միությանը պետքա տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանով ենք պատրաստ եւ ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը եւ այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում եւ իհարկե մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ եւ էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։ Thank you once again, Your Excellencies. Շնորհակալություն, այսքանով ես հրապարակեմ։